Պարսուվենյանց տեսեք վաղ առավոտյան իրավապահները գործողություններ են սկսել, սպասելի էր սա իրավական տիրույթում է ձեր գնահատմամբ, թե քաղաքական։ Միանշանակ սպասելի էր, իրավական ոչինչ չկա, երկիրը գտնվում է տոտալ բռնապետության կամ ավտորիտարիզմի ռեժիմում եւ այստեղ ամեն ինչ կատարվում է ենոքավանցի ինքնահռչակի ցուցումներով։ Իսկ այստեղ փնտրել իրավունք, ինչ-որ հոդված վերլուծել, բան։ Սահմանադրական դատանը լրիվ լեգիտիմացեց ԿՀ-ի բեսպրիձելը, ակնհայտորեն երկրում տեղի ունեցել պետական հեղաշրջմանը նմանվող ինչ-որ բան, որովհետև ապօրինի միջամտություններով ազդել են ազգային ժողովի խճանկարի վրա, ես մի դրվագն եմ միայն ասում։ Եվ ակնհայտորեն մի մարդ, որ այդպես էլ չի հանդարտվում, ամբողջ քարոզարշավի ընթացքում խոստանում էր պատժել կոնկրետ մարդկանց, կուլակաթափ անել, պատժել, նստացնել, ժանրի բոլոր տերմինները օգտագործել է։ Դա ակնհայտ էր, որ այս ամեն ինչը բերելու է հենց այս հետևանքին խիստ կանխատեսելի իրադարձություններ, ժամկետն էլ պատահաբար ընտրված չի, դա ՍԴ նիստին անմիջապես հաջորդող իրադարձություն է։ Եթե բարձր դատանը երկրում հավաքականորեն դարձել է Վահագն Հովակիմյան այդ հանաջող նկարիչը, բնականաբար իրավապահ մարմիններն էլ դառնան Վահագն Հովակիմյան, այսինքն դա մարդու կերպար է, որը խորհրդանշում է ստորաքարշորեն Նիկոլ Փաշինյանին ծառայելը։ Բնականաբար պիտի լինեն ինչ-որ տեղի ունեցավ կանխատեսելի, խիստ կանխատեսելի սցենարը։ Հիմա գլխավոր նպատակը պարզվում է սրա, որն է լրացնել Գալիկ Ծառուկյանին, լրացնել ընդհանուր ընդդիմությանը, անել այն ինչ ցանկանում է իշխանությունը, որն է գլխավոր
հայ-ռուսական ճգնաժամ, հարաբերությունների ճգնաժամի ֆոնին երկրում լիցքաթափող քայլեր անել։ Բայց ստեղ էլ ինքը գործում է իր արժե համակարգին համապատասխան, այսինքն փորձում է ռուսերին ցույց տալ, որ ես բոլորի հարցերը լուծելու եմ, միակ մարդը ում հետ պիտի պայմանավորվեք Հայաստանում, դա ես եմ։ Մոտավորապես այս լոգիկայով առաջնորդվում։ Խիստ կանխատես ընտրությունից առաջ դրա համար ենք զգուշացնում, որ ձեր ամեն քվե, որ տալիս եք Նիկոլ Փաշինյանին, քվե է բռնապետությանը, քվե է հայ-ռուսական հարաբերություններում առճակատման խորացմանը, քվե է միակողմանի նվաստացուցիչ զիջումներին։ Հիմա իրականությունը դառնալու շուտով ընդհանրապես լրատվամիջոցները հարցազրույց չեն կարողանալու անել, փողոցում մարդ են ձերբակալելու, տաղավարներից եւ այլն, դեռ մենք մտել ենք ավտորիտարիզմի հենց այդ փուլ։ Կարծում եք, ինչպես ասեցիք, դժվար թե 2 տարի նույնիսկ այս իշխանությունը այսպես վերաբերվի։ Ուրեմն բոլոր ճգնաժամերը, որ կա, մարտահրավերները, հա, ներքին, արտաքին, շատ երկար կարող ենք խոսել, բայց հիմնականում արտաքին խնդիրների համադրումն է, ռիսկերի, որ դա բերելու է նաև սոցիալական պայթունի երկրի ներսում, արտանողները տանշուշտ խոսում եք, մանր միջին հատկապես կանգնած են կռախի առաջ, Հայաստանը չունի ռեսուրս, երկարաժամկետ կտրվածքով նման ավտորիտար ռեժիմ հանդուրժելու։ Իսկ եթե այնուամենայնիվ Աստված մի արածը իմ կանխատեսման մեջ սխալվեմ, այդ կնշանակի, որ Հայաստանը լրիվ դառնալու է ադրբեջանական ենթապետություն, այսինքն ստեղի այլանդակությունները հովանավորելու է հենց Ադրբեջանը իր նամեստիկով։ Անսուրինյանց, այսինքն իշխանապետությունը փողոցային պայքարի միջոցով է դիտարկում։ Հիմա տեսեք, իհարկե, այսինքն փողոցի ճնշում կամ հեղափոխական հանգուցալուծում, իդեպ ինքը մոտեցնում է դրան, եթե ընդդիմությունը ինքնակազմակերպի, որովհետև եթե ընտրությունների ինստիտուտի նկատմամբ հավատը զրոյացվում է, հասկանալի պատճառներով, եթե քաղաքական բոլոր գործիչները հայտնվում են նման այլանդակ թիրախում, հասարակական տրամադրությունները դառնում են ավելի արմատական, այսինքն հեռու չի են օրը, որ հասարակության այս տրամադրությունները բերելու են ավելի արմատական ընդդիմադիր հարտակի ձևավորմանը, որը այո, այլ տարբերակ, քան հեղափոխական հանգուցալուծություններն չի ունենալու։ Պարոն Սուրենյանց, բայց հունիսի 12-ին տեսանք, որ ժողովրդին կրակելու հրահանգ այդուամենայնիվ եղավ ու ոչինչ կանեցեք, այժմ տեսանք վերջո հունիսի 12-ին։ Դուք նկատում եք նախանցած 24 թվականի, այո։ Փողոցային պայքարը այդուամենայնիվ կհաջողվի, թե Գիտեք, ռեպրեսիվ մեքենան մաշելու հատկություն ունի, այսինքն ինքը չի կարող անընդհատ մարդկանց կուտա, քաղաքական ուժերի կուտա։ Ռեպրեսիվ մեքենան, ինչպես ցանկացած մեքենա, մաշելու հատկություն ունի, որը ընդդիմությանը կհաջողվի այնպիսի համակարգ ձևավորել, որ ռեպրեսիվ մեքենայի ատամների զրույց չեն լինի այդ համակարգը կոտրել, այդ օրը ռեպրեսիվ մեքենան վերջանա, իսկ գործի բումերանգի օրենքը։ Այդ տենց չի, որ ինքը անվերջ կարա մարդկանց բռնի, իդեպ որ դիմում նման այլանդակությունների, դա արդեն հուշում է, որ ինքը իր վերջին փամփուշտերն է սկսել կրակել։ Ինչ կարելի է կանխատեսել այս գործողություններից, այսպես պատրաստված եկել ամենավատ գործողություն կարեն կգնա, թե կձերբակալեն։ Ես հիմա իրավաբան չեմ, որ կանխատեսում անեմ, բայց ինքը պարզ անոնսավորել է, չէ, որ երեքի ձեռներին են վստահել է։ Ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանի այդ բռնապետական դեմքը հանգարց հումանիստական է դառնալու, չարաչար, կարծում եմ ամենավատ սցենարը պետք է սպասել, գնալու է տոտալ ձերբակալություններով կալանքներով։ Պարոն Սուրենյանց, ամեն դեպքում ինչ սպասել է դիմադիր ուժերից, սահմանադրական դատարանի որոշումից հետո, հաշվի առնելով նաև այն հանգամանք, որ խորհրդարան անցած դիմադիրները որոշեցին մանդատները վերցնել։ Մանդատների վրա ես չեմ ուզում կենտրոնանալ, որտեղ եթե արագ հեղափոխական սցենար չկա, մանդատ չվերցնեն ինչ անեն։ Դա իրաց գործն է իհարկե, բայց եթե արագ հեղափոխական սցենար չկա, մանդատներից հրաժարումն լուծում չի։ Հետևաբար պետք է մանդատն ու փողոցը համադրվի, ես այդ բանաձևը սկզբունքորեն ընդունում եմ, բայց հիմնական թատերաբեմը պիտի դառնա փողոցը։ Առանց փողոցի մենք ազգային ժողովում տեսնելու ենք այն, ինչ որ Երևանի հավաքանի վերջին նիստում տեսանք։ Այդ Երևանի հավաքանի վերջին նիստը չկարծեք պատահականություն էր։ Դա լավ բեմականացում էր, ինչ է սպասվում ընդդիմությանը խորհրդարան։ Այսինքն եթե նախորդ խորհրդարանում ծեծեր միջադեպեր լինում էին, այս անգամ լինելու է բացահայտ բեսպրեդենտ։ Մարդկանց հանելու են ասեք, դիջասկու ծեծեր։
կամ այս կերպ էլի, որովհետև իրանք պատգամավորները չեն միայն, նաև համազգաստավոր ինչ-որ համազգեստի տակտված բանդաներ, հա, դեպի այս բանդա եմ ասում, որովհետև իրանք որևէ օրենքի չեն ենթարկվում, հա, այս է իրավիճակը, դրա համար մոտ ապագայում պետք է ընդդիմությունը կարողանա դիմադրության համակարգ ստեղծել, հենց այդ բառը օգտագործել, ոչ թե քաղաքական կոնսոլիդացիա, այլ քաղաքական դիմադրության համակարգ, որպեսզի իշխանությունը հասկանա, որ ռեպրեսիայում գնալը ծանր գին է նստելու։ Եվ պետք է րոպե առաջ նախապատրաստվի փողոց։ Դա մանդատներ վերցնել, չվերցնել, բացարձակապես կապ չունի։ Այս ընթացքում օրինակ ընդդիմադիր ուժերը բանակցել են Գագիկ Ծառուկյանի հետ, Ծառուկյանը հանդիպում ունեցել է մյուս ընդդիմադիր ուժերի։ Գիտեք, բոլորս հանդիպում ենք, պարտադիր չի անպայման լիդերներով հանդիպեն, լիդերների հանդիպման մեկնաբանությունից ձեռնպատ կմնա։ Բոլոր շերտերով բանակցներ գնում էր, բա մենք համատեղ հայտարարություններ ենք անում, ակցիաներ ենք անում, այդ բանով չի ծնվում, սպոնտան։ Բանակցում ենք, ինչ-որ բաներ ենք անում, հիմա այդ կոնսոլիդացիան էլի, բովանդակությունը, մեթոդոլոգիան հստակ լինի, որ ձևավորվի։